երկրին տնտեսագետի մոտեցում է պետք։ Օրինակ նայեք, 8 տարվա ընթացքում մենք ունեցել ենք թոշակների անհամաչափ թանկացումների հետ չհամեմատված, թոշակները ցածր մակարդակ են։ Երկրում, խանութներում դուք էլ կարող եք տեսնել, թե ինչ տարբերություն է տալիս թոշակը եւ խանութների գները։ Ինչն ավելի շատ արագ բարձրանում, խանութի գներն է շուտ բարձրանում, թե թոշակը, ժողովուրդ։ Խանութի գները, ինչն է պատճառը։ Հայաստանում մենք չենք արտադրում այս ապրանքները։ Ինչը գյուղացին է արտադրում, էժան է վաճառվում։ Ինչը չէ, թանկանում է։ Մեր երկրին պետք է մոտեցում, որ ամբողջությամբ մենք տեղական արտադրանքը զարգացնենք։ Մեր մեծ սերունդը դա արել է։ Թոշակները ընտրությունից 5 ամիս առաջ պետք է չբարձրանա։ Այն է 10,000 դրամով։ 10,000 դրամ, դու պատկերացնում եք, մեր ժողովուրդը ինչքան քիչ բան է ուզում։ 10,000 դրամ բարձրացել է, մարդիկ շնորհակալ են։ Ուր ենք հասել։ Ինչ է պետք փոխելու համար։ Պետք է շեշտակի փոփոխություններ։ Ու շեշտակի երբ ասում ենք փոփոխություն, ուրիշ քաղաքական ուժեր եթե գային դա ասեին, կասեիք դե քաղաքական ուժը գալիս ասում է։ Բայց մենք ներկայացնում ենք մի մարդու, ով հողի վրա դա արել է։ Մենք այստեղի ղեկավարները ամբողջ երկիրի տվել են իրենց կառավարման, երկիրը դա անդաղ աճել է։ Այս մարդը մենակով Հայաստանից դուրս գալով մի քանի հազար հայերով սարքել է տարածաշրջանի ամենամեծ ընկերությունը։ Իրենք եղած գործարանները քանդել են, ես մի մարդու չեմ ասում։ Ժառանգաբար սխալ կառավարման արդյունքում եղած գործարանները քանդել են, եղած գյուղատնտեսական համակարգը քանդվել է։ Երկրում որակական փոփոխություն չի եղել, դրա պատճառով մտնում ենք գյուղեր, վատ դուրս ենք գալիս։ Մարդկանց վիճակը տեսնելուց, այդ աշխատանքի տակ ճկրած մարդկանց։ Հիմա մարդը, որ չունենալով ամբողջ պետությունը այս մարդկանց ամեն սերունդ իշխանավորի տվել ենք։ Վերջում այդ ամբողջ պետությունից մնացել է փոքր գործարանները փակված, լավա գոնե այստեղ 2 գործարան մնացել է։ Համայնքներ կան, ընդհանրապես չկա։ Գործարանները փակված, աշխատատեղերը չկա։ Եղածն են քանդել։ Այս մարդը չեղածը սարքել է։ Անցած ճանապարհը պետք է համեմատեք։ Մենք բուկլետներ ունենք, որտեղ իր բարեգործություններն է։ Մեր ասածը ի՞նչն է։ Նայեք մարդու անցած ճանապարհով։ Այստեղ իմ տեղը կարող է լիներ ուրիշ մարդ, ում ուժը չի արել էսի։ Ինչ որ ասեր, մարդիկ հիմք ունեին կասկածելու, բայց այս մարդը 0-ից էդի արել է։ Եղածները քանդել են, ինքը չեղածից սարքել է։ Հիմա պատկերացնում եք պետական ռեսուրսով ինչ անելու։ Ժողովուրդ շանս է էսի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։